Հայաստանը չունի ագրեսիայի մտադրություն որևէ երրորդ երկրի նկատմամբ հնդկական վիոն լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Հնդկաստանում արտադրված պաշտպանական միջոցների, հատկապես պինակա ձեռք բերելու շուրջ Բաքվի դժգոհություններին։ Միրզոյանը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի մտադրությունը միայն իր սեփական պաշտպանական կարողություններն արդիականացնելն է։ Փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 11-ին ահազանգ էր ստացվել, որ Արաքած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցել ձնահյուս 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8 դուրս են բերվել, իսկ մեկը անհետ կորել էր։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 11-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի։ Պաշտպանը հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն պահվող էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց լինելու հանգամանքին։ Թբիլիսի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին նախագահ Միխայել Սաակաշվիլին մեղավոր է ճանաչել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցներ յուրացնելու համար եւ դատապարտել 9 տարվա ազատազրկման։ Թբիլիսիի Վիվամեդ կլինիկայից ուղիղ եթերում Սաակաշվիլին խնդրել է հետաձգել դատավճիռը առողջական վիճակի պատճառով, սակայն դատարանը չի բավարարել այդ խնդրանքը։